Ավտոմեքենայի կառուցվածքի դասեր սկսնակների համար։ Մաս 5. Կարբյուրատոր։ Կարբյուրատորը հանդիսանում է բենզինային շարժիչի սնուցման համակարգի առանցքային բաղադրիչներից մեկը։ Նրա հիմնական դերն է ապահովել օդի և վառելիքի ճիշտ համամասնությամբ խառնուրդի ձևավորումը, որպեսզի շարժիչի աշխատանքը լինի արդյունավետ և կայուն։ Երբ շարժիչը գործարկվում է, մաքրված օդը ֆիլտրի միջոցով անցնում է կարբյուրատոր։ Կարբյուրատորի ներսում կա հատուկ նեղ հատված, որտեղ օդի հոսքը զգալիորեն արագանում է, իսկ ճնշումը նվազում։ Այս ճնշման անկման արդյունքում վառելիքը սկսում է բարձրանալ բակից դեպի կարբյուրատոր, որտեղ այն խառնվում է օդին, առաջացնելով օդաբենզինային խառնուրդ։ Ստացված խառնուրդը ուղարկվում է շարժիչի մխոցներ, որտեղ այն այրվում է, առաջացնելով էներգիա և շարժում։ Շատ կարևոր է, որ կարբյուրատորը ճիշտ կարգավորված լինի, քանի որ այն պատասխանատու է օդի և վառելիքի ճիշտ հարաբերակցության ապահովման համար։ Այս համամասնությունը կարող է փոփոխվել շարժիչի պտտման արագությունից և բեռից կախված։ Եթե խառնուրդում վառելիքը շատ է, այն կհանգեցնի վառելիքի ավելորդ ծախսի, իսկ եթե օդն է շատ, շարժիչի հզորությունը կնվազի։ Այս ամենը ցույց է տալիս, թե որքան կարևոր դեր ունի կարբյուրատորը շարժիչի արդյունավետ և սահուն աշխատանքի ապահովման գործում։